Բարև ձեզ հարգելի ներկաներ, հարգելի հայրենակիցներ եւ մասնավորապես սիրելի երիտասարդներ։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ամեն ինչ կարծես շատ արագ է փոփոխվում։ Սակայն անորոշությունը, վաղվա հանդեպ անորոշությունը երիտասարդների մասով շատ մեծ դեր է խաղում։ Եվ հենց այս պայմաններում է, որ ամենակարևորն է դառնում ոչ թե ինչ ունենք այսօր, այլ ովքեր ենք մենք եւ ինչ ենք պատրաստ անել վաղվա համար։ Վերջին տարիներին Հայաստանից արտագաղթը, մասնավորապես երիտասարդների շրջանում, հասնում է հազարների։ Եվ սա պարզապես վիճակագրություն չէ։ Սա մեր ընկերներն են, մեր գործընկերները, մեր ապագա առաջնորդները։ Երբ երիտասարդը հեռանում է իր երկրից, մենք ոչ թե կորցնում ենք մեկ մարդ, այլ մենք կորցնում ենք մեկ նոր գաղափար, մեկ նոր նախաձեռնություն, մեկ նոր ծրագիր եւ մեկ նոր հնարավորություն։ Սրանից զատ կա նաեւ մեկ շատ եւ գերկարևոր խնդիր։ Հայաստանի բնակչության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում։ Եվ իր հետ դրանով իսկ կենտրոնացրել է տնտեսական ակտիվության մեծ մասը։ Առաջին հայացքից սա կարող է որևէ ձևով օրինաչափ կամ բնական թվալ։ Մայրաքաղաքն է վերջի վերջո, շատ գործատուներ են այնտեղ հավաքված։ Սակայն իրականում սա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է, որովհետև անվտանգային տեսանկյունից սա մեր երկիրը դարձնում է խիստ խոցելի։ Գործընկերներս արդեն նշեցին դատարկվող գյուղեր եւ իհարկե արտագաղթող երիտասարդներ։ Ես պետք է նշեմ, որ հզոր պետությունը դա հավասարակշռված եւ համաչափ զարգացող պետությունն է, որտեղ բոլոր երիտասարդների համար կան հավասար հնարավորություններ, կրթական հնարավորություններից մինչև աշխատանքային եւ կարիերայի զարգացման տեսանկյունից։ Սիրելի երիտասարդներ, այս երկու խնդիրը, արտագաղթը եւ գերկենտրոնացումը, ունի մեկ շատ կարեւոր լուծում։ Դա ակտիվ պատասխանատու եւ իհարկե քաղաքականապես նախաձեռնող ու մասնակից երիտասարդությունն է։ Հաճախ ասում են, երիտասարդները մեր ապագան են, բայց ես ուզում եմ սա փոխենք։ Դուք միայն ապագան չեք, դուք հենց ներկան եք, ովքեր այսօր մասնակցելով, նախաձեռնելով փոխելու են իրականությունը։ Մենք պետք է փոխենք նաեւ մտածողությունը։ Եթե լավագույնները հեռանում են, ապա ով պետք է փոխի երկիրը։ Եթե հեռանում են ասելով, որ այստեղ հնարավոր չէ, ապա ով պետք է ստեղծի այդ հնարավորությունը։ Պատասխանը շատ պարզ է, իհարկե հենց մենք։ Հայաստանը փոքր երկիր է, բայց իր փոքրությունը նաև ուժ է։ Ինչու՞, որովհետև փոքր երկրում մեկ մարդու ազդեցությունը շատ մեծ է։ Մեկ մարդու մեկ նախաձեռնությունը կարող է փոխել համայնքը։ Մեկ թիմի նախաձեռնությունը եւ ծրագիրը կարող է փոխել ամբողջ երկիրը։ Եվ հենց այս փոփոխության հիմքում պատմական բոլոր ժամանակաշրջաններում երիտասարդները ունեցել են իրենց գերկարևոր դերը եւ եղել են բոլոր փոփոխությունների լոկոմոտիվը։ Ես գիտեմ, որ այսօր մեզ պետք է սերունդ, որը չի փախչի դժվարություններից եւ ամեն դժվարություն կօգտագործի որպես հնարավորություն։ Սերունդ, որը չի կենտրոնանա միայն մայրաքաղաքի վրա, այլ կգնա մարզեր, կստեղծի կենտրոններ, կիրականացնի ծրագրեր։ Այս ամենի համատեքստում միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը վստահ է եւ գիտի, որ մեզ պետք է պետականակենտրոն մտածողություն, երիտասարդակենտրոն քաղաքականություն եւ իհարկե կարիերայի, կրթության, մարզային ձեռներեցության մակարդակով մեծամասշտաբ մարզային ծրագրերի խթանում։ Եվ հիմա մեկ շատ կարևոր հանգամանք։ Հայրենասիրությունը միայն խոսքեր չէ, այն ընտրություն է։ Ընտրություն մնալ ու ստեղծել, ընտրություն մասնակցել ու պայքարել, ընտրություն կառուցել ու զարգացնել։ Այո, դա հեշտ ճանապարհ չէ, բայց մեր միակ ճանապարհն է, որը բերում է արժանապատիվ կյանքի։ Ես հավատում եմ ձեզ, վստահ եղեք, որ ներկա ռեժիմը ամենաշատն է վախենում մասնակից եւ մտածող երիտասարդից, որը բազմաթիվ անգամներ պայքարել է փոփոխության համար եւ հիմա էլ չի նահանջելու, պայքարելու է մինչեւ վերջ մեր հետ միասին եւ միասին ենք կարողանալու դրանք փոփոխությունները իրականացնել։ Մենք չենք լինելու այն սերունդը, որը պարզապես մնալու է դիտորդի դերում։
մենք միասին ենք լուծելու ամեն բան։ Եվ այսպես, հունիսի 7-ը մեր երիտասարդության կամքի արտահայտման գլխավոր հանգրվանն է։ Եվ ես վստահորեն ձեզ ասում եմ, եթե հզոր երիտասարդությունը գալիս է, ապա անվտանգությունը գալիս է, հզոր տնտեսությունը գալիս է եւ իհարկե արդարությունը գալիս է։ Շնորհակալություն։